Երևի 2015-16 թվականից հարգելի բարեկամներ Փաշինյան Նիկոլի դեմ զարմանալիորեն Հայաստանի Հանրապետությունում սկսեցին բացվել դռներ, որոնք կարծես թե պիտի փակ լինեին, փակ մնային։ «2016 թվականին Փաշինյան Նիկոլը իր խմբի հետ, իր ջոկատի հետ, ջոկի հետ, իր զբրոդի հետ մեկնեց Արցախ 2016 թվականի ապրիլի վերջ, երբ քարորյա ռազմական 4-րդ տևած ռազմական գործողությունները վաղուց ավարտվել էին։ Հարցը նրանում չէ, որ Փաշինյան Նիկոլը մեկնել է ապրիլ ամսին, մայիս ամսին, այնտեղ է ասել մայիս ամսին, հուլիս ամսին, հարցը դրանում չէ։ Փաշինյանի սրիկայությունը այնտեղ է, որ նա իր այդտեղ գտնվելը սկսեց ներկայացնել որպես ապրիլյան պատերազմ։ Հետո էլ պարլամենտից ասում է, բա մինչև թղթերը տվեցինք, մինչև համաձայնեցին եւ այլն, լսի, հարցը քո ժամկետից ուշ գնալը չի, հարցը քո ներկայացնելն է, իբր թե դու մասնակցել ես ապրիլյան քարորյային, թեպետ այնտեղ ես փաստացի հայտնվել մայիս ամսին, այն մայիս ամսին ապրիլյանին մասնակցած։ Նույնիսկ ինքը այս սրիկայությունը արեց մի վաշտ զինվորների առաջ, երևի 100 հոգուց ավել, ում ուղարկում էր Արցախ, որպեսզի հետագայում նրանց ճանաչի օկուպանտ խուժան։ Բայց այդ ընթացքում Փաշինյան Նիկոլի հետ տեղի ունեցավ մի շատ զարմանալի դեպք։ Բացի նրանից, որ Սեյրան Օհանյանի ստորագրությամբ այս ստահակները արժանացան տարբեր պատվոգրերի, հայրենիքը պաշտպանելու եւ այլնի համար, ես այդ դոկումենտները դրել եմ իմ Facebook-յան էջին, մի զարմանալի բան տեղի ունեցավ։ Փաշինյան Նիկոլը, ով մինչ այդ ամենավերջին ձևով մեղադրում էր Սերժիկ Սարգսյանին, ընդհուպ միջև դավաճանության մեջ, եւ ճիշտ էր անում, հա, հանկարծ սկսեցին բացվել Փաշինյան Նիկոլի առաջ նույնիսկ զինվորական մասերի դռները, որպեսզի Փաշինյան Նիկոլի դեմը զորքը շարեն ու նա ելույթ ունենա։ Այս հարցով հիշում եմ մի անգամ 168-ի լրագրողը զանգել էր Սեյրան Օհանյանին, ես պոստ էի գրել, իրենք զարմացել էին, նույնիսկ չէին հավատում, կամ ցույց էին տալիս, որ չեն հավատում, չգիտեմ, ամենայն դեպս գլխավոր խմբագիրը շատ լավ տեղյակ է, գլոբալ առումով շատ լավ տեղյակ է, մեծ հաշվով տեղյակ է, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել, միգուցե լրագրողները տեղյակ չեն եղել, իրականում տեղյակ չեն եղել եւ զարմացել են։ Զանգել էին Սեյրան Օհանյանին, Սեյրան Օհանյանը իրեն գցել էր Բաղչեկը։ Հետո զանգել էին Լևոն Մնացականյանին, նա եղել էր անհասանելի։ Զինվորական մասի դռներն էին բացում, որպեսզի Փաշինյան Նիկոլը ելույթ ունենա զորքի առաջ, որպեսզի ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը, կամ ավելի ճիշտ կլինի այս դեպքում ասել, ընդդիմադիր աշխատող Փաշինյան Նիկոլը ելույթ ունենա զորքի առաջ։ Դուք պատկերացնում եք ինչ որ մեկ այլ պետությունում։ Դուք պատկերացնում եք հիմա ինձ թույլ տան զորքը շարեն, որպեսզի ես այնտեղ ելույթ ունենամ, մարդու ում նույնիսկ չեն թողնում իր երկրում աշխատի։ Այս բոզի ծնունդները ներողություն եմ խնդրում կոպիտ արտահայտվելու համար։ Չեն թողնում ուղղակի, հնարավորություն չեն տալիս, որպեսզի ինքը իր երկրում աշխատի։ Մի խոսքով զորք էին շարում ընդդիմադիր Փաշինյան Նիկոլի դեմը, որպեսզի ելույթ ունենա, զորք էին շարում։ Ու այս խնդիրները, այս հարցերը որևէ դեպքում այդպես էլ պարլամենտում, մեկ այլ հարթակներում, քաղաքական հարթակներում չարծարծվեցին, սրա մասին չխոսվեց, հարգելի բարեկամներ, սրա մասին ուղղակի չխոսվեց։ Անցնում է մի քանի ամիս, ՊՊՑ գնդի գրավում։ Զարմանալիորեն Փաշինյան Նիկոլի դեմ բացվում են ՊՊՑ-ի դռները։ Մի քանի կարտոն կա գնդի դեմը, ոստիկաններից, ազգային անվտանգության ծառայության աշխատողներից, ծառայակիցներից կազմված մի քանի կարտոններ։
բացվում են Փաշինյան Նիկոլի առաջ կարդոնները եւ այնտեղ նա սկսում է նկարահանումներ անել։ Ու սրանից առաջ ես պիտի ասեմ, որ ՊՊՑ գնդի ավանտյուրայից առաջ տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն, Սերժիկ Սարգսյանը մեկնել էր Արցախ, զուգահեռ Արցախ էր ուղարկել, որպեսզի Շուշիում ստորագրեին Շուշի դեկլարացիան, ոչ մի թիս հող ադրբեջանցիներին, մոտավորապես այդ խորագրով։ Վստահ եմ, այդ ուղարկվածների ճնշող մեծամասնությունը եղել են ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ։ Եղած կլինեն մարդիկ, ովքեր կապ չեն ունեցել, մոլորված մարդիկ, բայց մեծ հաշվով իրենք են որոշել։ Եվ գալուց ընդամենը շատ կարճ ժամանակ անց իրականացվում է ՊՊՑ գնդի օպերացիան, մարդիկ են զոհվում, մարդիկ են սպանվում։ Զարմանալիորեն այդ ամենը կարողանում է լուսաբանել Փաշինյան Նիկոլը, բացվում են Փաշինյան Նիկոլի առաջ բոլոր դռները։ Ես մի անգամ ասացի, որ մի ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպայի հետ էի խոսում, գեներալի հետ էի խոսում, ով ասում էր հերիք է ԱԱԾ-ի վրա գլորես ամեն ինչը, այդ թվում ՊՊՑ գնդի գրավումը։ Ասում եմ, լսի, Վարուժան Ավետիսյանը գնդի գրավման օրը փակ հանդիպում է ունեցել, Վարուժանը այս բաներ կան, Սասնա ծառերից ակտիվիստներ կան, ուշադրիր լսեք, այդ օրը երեկոյան փակ հանդիպում է ունեցել, հանդիպում, որը չի լուսաբանվել, փակ հանդիպում է եղել, իրենց կողմից տերորիստական հրճակված, այդ խմբի ղեկավարը, իշխանության կողմից տերորիստական հրճակված խմբի ղեկավարի հետ, Վարուժան Ավետիսյանի հետ փակ հանդիպում է ունեցել Գեորգի Կուտոյանը, ասում եմ, կարող է սա բացատրել։ Եվ նա մնում, ասում է, դե գիտես ինչ կա, ես այդ հանդիպանը եղել եմ ներկա։ Կարող եք դուք հիշել որևէ դեպք, երբ տերորիստական, իշխանություններն էին այն որակել որպես տերորիստական ակտ, ահաբեկչական ակտ, կամ եթե ոչ իշխանությունները օֆիցիալ մակարդակով, այլ գոնե իշխանությունների սատելիտները, տեղի ունենա նման օպերացիա եւ փակ հանդիպում լինի, նստեն հանգիստ, խոսեն պետության բիրտ գործիք հանդիսացող հատուկ ծառայության ղեկավարը եւ խմբի ղեկավարներից մեկը, այսպես նստեն կամ կանգնեն նեյտրալական կոչվող դարպասների մոտ այն տեղի ունեցել։ Գործում էր ազգային անվտանգության ծառայությունը, հարգելի բարեկամներ, հետո պիտի Ալիևը ասեր, որ ամեն անգամ երբ գործը գալիս հասնում էր հողերը հանձնելուն, Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ բան էր տեղ ունենում, գունդ էին գրավում, ասում է, հեղափոխություններ լինում։ Բայց հիմա դրա մասին չէ խոսքը, հիմա նրա մասին է խոսքը, որ Փաշինյան Նիկոլի դեմը դռներ էին բացվում, զարմանալիորեն դռներ էին բացվում, հարգելի բարեկամներ։ Երբ Գեորգի Կուտոյանին նշանակում են ազգային անվտանգության ծառայության տնօրեն, օրենքի կոպտագույն խախտումով Փաշինյան Նիկոլը մի ելույթ չի ունեցել այդ հանցագործության դեմ։ Մի ելույթ չի ունեցել։ Բայց դրա փոխարեն հետագայում ինքը ցանկանում էր Գեորգի Կուտոյանին բան անել, դատի տալ, ազգային անվտանգության ծառայությանը դատի տալ, որովհետև ինքը ցանկացել էր ձերբակալվածների պահպանման վայր մտնել եւ այնտեղ եւ իրեն թույլ չէին տալիս եւ ինքը փորձում էր դատի տալ, ցանկանում էր դատի տալ, դրանով իսկ փորձելով մաքրել իր լռությունը Գեորգի Կուտոյանի նշանակման դեպքում։ 2018 թվական ընդհանրապես խայտարակություն, հարգելի բարեկամներ։ Քարտ բլանշ էր տրված Փաշինյան Նիկոլին, ինչ ուզում ես արա։ Ոնց ուզում ես արա։ Մենք ամեն ինչով քեզ կօգնենք։ Ում կորտեժի վրա ինչ ուզում ես շպրտի, որ դուրը ուզում ես ջարդի, որ դուրը ուզում ես փշրի, ինչ ուզում ես խոսի, որ հրապարակը ուզում ես փագի, որ փողոցը ուզում է թող փագեն քո անունից։ 2 հոգով 2 կիլոմետրանոց փողոց էին փագում, 0 արձագանք։ Մի քանի հոգով մտնում էին պետական պահպանության տակ գտնվող օբյեկտներ էին քանդում դռներով բան, 0 արձագանք։ Սերժիկն ասում է չէինք ուզում պրովոկացիայի ենթարկվել, մարդիկ կշատանային, բայց Շանթին ինչի փագիր Սերժիկ։ Շանթին ինչի փագեցիր։ Իմիջիալոց ճիշտ կլինի այս հարցը նաև տալ Թաթոյանին։ Շանթի տղան ճիշտ կլինի այս հարցը նաև Թաթոյանին տա, աբսուրդ է, բայց Հայաստանի Հանրապետությունը այսպիսի պարադոքսալ իրավիճակների մեջ է։
Մի խոսքով բացվում են բոլոր դռները Փաշյան Նիկոլի առաջ, նաև 18 թվականին ոչ ոք մազին Փաշյան Նիկոլի չէր կպնում։ Հələ եկեք մի քանի այսպես կոչված ընդդիմադիրներով, ովքեր այս հարցը պարլամենտում չեն բարձրացրել, եկեք 4-5 հոգի, մի երկու հատ դագաղ վերցնենք, այնիշ տեղի ունենում այն ժամանակ, եւ տանենք դնենք կարկարուն նիկոլականների դռները, տեսնենք մեզ հետ ինչ տեղի կունենա։ Ոչ մի բան տեղի չէր ունենում, հարգելի բարեկամներ։ Հիմա էլ հանրապետականները հարցնիկն մեռել տուն, ասում են, բա դագաղներ էին բերում դնում մեր դռները, դրա համար մենք հրաժարական տվեցինք։ Եկեք տանենք դագաղները, դնենք այս մարդկանց դռները, պատկերավոր օբրազն եմ ասում, իրական մանկարծ բան չանեք, տեսնենք Ալեն Սիմոնյանը հրաժարական կտա, նեղվի հրաժարական տա։ Եկեք սև լենտեր կապենք ինչ որ մարդու անունով, տեսնենք Փաշյան Նիկոլը հրաժարական կտա եւ մեզ հետ տեսնենք դրանից հետո ինչ տեղի կունենա։ Սև կեղտոտ գործ կար անելու, ընտրել էին ամենաստոր գործակալներին, տվել էին քարտ բլանշ, ու գործակալ հիմա ասում են փորձագետ, Արադ Միրզոյանն ասում է գործակալ չեմ եղել եմ փորձագետ։ Կամ յոյով, ինչպես գյումրեցիներն են ասում, ընտրել էին ամենանենք գործակալներին, որոնք հետագայում ոչ միայն կատարեցին, այլ գերակատարեցին այդ գործը։ Ռոբերտ Քոչարյանին լրագրողներից մեկը վերջապես կիսատ մի հարց է տալիս, ասում է ձեզ զեկուցել են, որ Փաշյան Նիկոլն եղել է ԱԱԾ գործակալ Կառլոսի ժամանակ, ասում է դե այն ժամանակ ինքը փոքր ֆիգուր էր եւ ճիշտ է ասում, բայց լրագրողը չի ասում, իսկ պարոն Քոչարյան ձեզ 2008 թվականին զեկուցել են, որ շարժման մեջ ԱԱԾ գործակալ կա։ Այդ հարցը չի տալիս Հռիփսի Մեջեբեջյանը, որովհետև այդ հարցը որ տա գնում է ամեն ինչ սկսում է մտնել Սերժ Սարգսյանի տակը։ Դրա համար չի տալիս այդ հարցը Ռոբերտ Քոչարյանն էլ լռում է այդ հարցի վերաբերյալ, որովհետև այդ հարցը եթե տա Ռոբերտ Քոչարյանը այլևս չի կարողանալու ասի, որ Փաշյան Նիկոլը 8 թվականին եղել է փոքր ֆիգուր։ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ծլկեց հանկարծ, ու ոչ ոք չկարողացավ գտնել։ 2018 թվականի մարտի սկզբին Պարրա TV-ով, որը աֆիլացված էր Ռոբերտ Քոչարյանի դեպուտատներից մեկի հետ, ռոմանտիկ ֆիլմ էին նկարել եւ ցուցադրում էին 18 թվականի մարտի 1-ին։ Պարոն Ռոբերտ, հարցրել ես Վահե Հակոբյանին ում դեպուտատ սարքեցիր, ով էր զակազը տվել այդ ֆիլմի նկարահանման։ Մի խոսքով այսպես Փաշյան Նիկոլի դեմը բացվեցին բոլոր դռները եւ մինչեւ հիմա բացվում են։ Հայաստանի Հանրապետությունում եզակի մարդիկ են, ովքեր այսքան տարի խոսում են ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված կազմակերպված այս սոսկալի հանցագործությունների մասին եւ երբ ասում ես պիտի իլյուստրացիա տեղի ունենա, մարդիկ դիվոտում են։ Ինչ եք վախենում, ինչ եք բանանում։ Ինչ եք վատ զգում այդ բառից։ Պիտի մաքրվենք։ Առանց մաքրվելու այս ժողովուրդը, այս պետությունը, ժողովուրդը այո, միգուցե, բայց պետությունը բացարձակապես ոչ իրավունք, ոչ շանս ունի գոյատևելու։ Ոչ իրավունք, ոչ շանս։ 2018 թվականին, հարգելի բարեկամներ, այդ թավշյա խեղկատակությունից հետո երբ Փաշյան Նիկոլը Արթուր Վանեցյանին ներկայացնում էր որպես ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Գեորգի Կուտոյանին շնորհակալություն է հայտնում, տեսեք ինչքան անկեղծ է։ Ասում է շնորհակալ եմ վերջին փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար։ Շնորհակալ եմ։ Ինչքան ազգային անվտանգության ծառայության գործակալներ կա, ինչքան բարձրաստիճան պաշտոնյաներ կան, դրանց ճնշող մեծամասնությունները ԱԱԾ գործակալներ, փորձագետներ են, Արադ Միրզոյանը վկա։ Պարոն Միքայել, այդ ինչի միայն Արադ Միրզոյանին գործը հրապարակեցիր։ Միայն Արարատներ, միայն Արարատի գործներ քո մոտ։ Բա մնացածը։ Իսկ ինչու հրապարակեցիր Դավադիր պատերազմից հետո 18 թվին հրապարակիր։ Սերժիկին հարց են տալիս, ասում են այս մարդիկ գործակալ են, ասում է չգիտեմ, ասում են բա ոնց եղավ փեսատ գիտի։ Մեռանք այդ հարցը բարձրացնելով, վերջապես լրագրողներից մեկը շնորհակալ եմ այդ լրագրողին։ Վերջապես այդ հարցը լրագրողներից մեկը տալիս է։ Ասում բա ոնց եղավ
Փեսատ գիտեր դուք չգիտեիք, ասում է դե փեսային գնացեք հարցրեք, այսպես ձեռ են առնում հարգելի բարեկամներ, մինչև հիմա։ Եվ այս հարցերի մասին, երբ բարձրացնում ես, այն մի դեպք տեղի ունեցավ, լրագրողը կոմենտների մեջ գրում է, դե ճիշտ կլիներ Արադ Միրզյանի կամ Օմեգայի գործը բարձրացրել նաև պարլամենտում, մի դաշնակ կա ստահակ, ասում է մի անգամ ենք բարձրացրել։ Հələ լինքերը դրեք տեսնենք երբ եք բարձրացրել Արադ Միրզյանի թեման։ Տեսնենք երբ եք մի հարց տվել, թե ինչպես է ստացվել, որ ռեժիմի գործակալը հեղափոխություն է արել այն ռեժիմի դեմ, որին ինքը ծառայել է։ Դաշնակ սրիկաներ։ Հələ դրեք այդ լինքերը տեսնենք երբ եք դուք բարձրացրել այդ հարցերը, ձերի փող, անկապ, անիմաստ փող ստացողներ, ուխտադրուժներ։ Նիկոլի բոլոր հանցագործությունները լեգիտիմացրածներ։ Տեսնենք երբ եք դուք այդ հարցը բարձրացրել պարլամենտում։ Չեք բարձրացրել, չեք էլ բարձրացնելու, որովհետև դուք ունեցել եք ջենտլմենական պայմանավորվածություն եք ունեցել։ Այսպեսի համակարգ է գործում։ Դե Բաշխել են, դու ընդդիմություն ես, մենք իշխանություն ենք, դու լավն ես, մենք վատն ենք, բայց բոլորը ծառայում են այս սև գործի համար։ Այս ամեն ինչ միայն Փաշինյան Նիկոլը չի արել, սա արել է պետությունը Փաշինյան Նիկոլի դեմքով։ Եվ մինչև այս հանցագործությունները չբացահայտվի, ամեն մարդ իր արածի համար պատասխանատվության մի բան կա, ինչ էր, Լևոն Բարսեղյան, թե Բաղդասարյան, դոկ կուսակցության երկրորդ թե առաջին համարն է, ասում է բոլորը պիտի պատասխան տան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմն է ասում։ Ես լավ իմաստով եմ ասում, լավ իմաստով պատասխան տալը որն է։ Լավ իմաստով պատասխան տալը որն է։ Այդ Սերժի անունով երթում տվողներին, որ բերում մտցնում եք ցուցակ, դրա համար եք բերում մտցնում ցուցակ, չգիտեմ հանել եք, պահել եք։ Արշավիր Ղարամանյանի ենթակայության տակ գործող մարդկանց, որ բերում մտցնում եք ցուցակ, դրա համար եք բերում մտցնում ցուցակ, որ լավ իմաստով պատասխան տան, լավ իմաստով պատասխանը որն է։ Այսպես գործում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայություն, որը պետք է զբաղվեր սահմանային պաշտպանությամբ, գլխավոր ուղղությունները, որը պիտի զբաղվեր հետախուզությամբ, որը պիտի զբաղվեր հակահետախուզությամբ, որը պիտի զբաղվեր ռազմական հակահետախուզությամբ, որը պիտի զբաղվեր հանցավորության դեմ պայքարով, ահա գործել է այսպիսի հանցագործություններ պետության դեմ, ազգի դեմ, ժողովրդի դեմ։ Դրա համար է ժողովուրդը հակոտնյա, հակառակ, ժողովուրդը այս պետության հետ կարծես թե որևէ կապ այլևս չունի։ Ժողովուրդը կապ չունի ազգային անվտանգության ծառայության հետ, ժողովուրդը կապ չունի ընդհանրապես պետական կառավարում իրականացնող կառավարության հետ, գործադիր մարմնի հետ, օրենսդիր մարմնի հետ, դատաիրավական համակարգի հետ էլ չասեմ։ Բարձրարձակապես կապ չունի։ Իրար օտար մարմիններ են այս երկուսը։ Նիկոլն էլ լսել է, ասում է ժողովուրդը կապ չունի միայն դատական համակարգի հետ, չէ, պետության հետ։ Պետության հետ ուղղակի կապ չունի։ Դուք ստեղծել եք մի այնպիսի հանցավոր կազմակերպություն, որտեղ Ավինյան Տիգրանի պեստերում ճակատին գրված է $15,000 Պսորիաս Պավեստկա է բաժանել տալիս ու մարդկանց ուղարկում են այդ Պավեստկա վերցրածներին ուղարկում են այդ թվում ուղիղ ադրբեջանական գերություն, փաստացի ադրբեջանական գերություն։ Այս հարցը պիտի իր լուծումը ստանար պարլամենտում։ Գոնե պիտի այս հարցի մասին բարձրացնեն, բարձրաձայնել էր պետք։ Բայց ոչ։ Հələ բան է, ասում է, երբ Ավետիքը Քերոպյան 168-ում խոսեց այս հարցի մասին, աղավնին լրագրողը ներողություն եմ խնդրում, թուկը բերանը չորացավ այդ աղջիկը։ Այս կոպիտ արտահայտության համար ներողություն եմ խնդրում։ Զարմացավ, անցնում է 2 օր, 168-ի գլխավոր խմբագիրը Ավետիքի ու մի պատիվ ունեմից մի բան կա, պատգամավոր կա, ասում է, այս հարցը դուք 1 տարի առաջ օրակարգային էիք սարքել, բա օրակարգային է սարքել, բա որտեղ է օրակարգային սարքել, ազգային ժողովի բուֆետում է օրակարգային սարքել, բա հələ հղումները դնեք, տեսնեք ինչպես է օրակարգային սարքել, կամ որ օրակարգային էր սարքել, Աղավնի Սուքիասյանը ինչու էր զարմանում, երբ իմանում էր
այդ հանցագործության մասին, որ հարյուրավոր այս պայդրությամբ հարյուրավոր մարդիկ կան, ովքեր գտնվում են փաստացի պատանդարության մեջ եւ սա տեղի է ունենում ազգային ժողովի աչքի առաջ։ Այսպես, հարգելի բարեկամներ, պասելով իրար հետ հեկերը վաճառելով Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացիա ստանալով ազգային անվտանգության ծառայության աչքի առաջ քննիչին ասում եմ այս հարցով Նիկոլ Փաշինյանը հարցը քննվել է, ասում է ոչ, բա ինչի պետք է հարցը քննվի։ 2000 ուրեմն 12-13 թվականներ, եթե չեմ սխալվում, մի անձնավորություն Վլադիմիր հավաքագրում է ժառանգություն կուսակցությունից մի երիտասարդի, փորձում է հավաքագրել եւ նա ձայնագրում գցել էր համացանց, որտեղ ազգային անվտանգության ծառայության այդ ստահակը ասում է, եթե մեզ հետ չհամագործակցես, քո դեմ բոլոր դռները փակվելու են։ Մոտավորապես դա է ասում։ Միջայլից այդ ստահակը նաև աշխատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ։ Պատկերացնում եք։ Այդ անձնավորությունը կեղծ հեղափոխությունից հետո նույնիսկ մամուլի խոսնակ աշխատեց Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ասում բոլոր դռները փակվելու են։ Իսկ եթե համագործակցում ես ԱԱՑ-ին, բոլոր դռները բացվելու են, հարգելի բարեկամներ, ձեր առաջ։ Իմ ուսանողները ասում են ինչ է պետք հաջողության հասնելու համար, հիմար բաներ է ասում, աշխատասիրություն, սկզբունքայնություն, գերագիտություն, կրթվածություն, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինես ընդամենը ազգային անվտանգության ծառայության գործակալ կամ ինչպես ժողովուրդն է ասում, ազգային անվտանգության ծառայության բոս պիտի լինես ազգային անվտանգության ծառայության, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում որևէ հաջողության հասնես։ Փաշինյան Նիկոլ ազգային ժողովում ելույթ է ունենում, ասում է հետևյալը, ընդհանրապես մեջբերում եմ Հայաստանի Հանրապետությունում հաջողության հասնելու համար, խոսքը քաղաքական կոնյունկտուրային է վերաբերում, հաջողության հասնելը կախված է նրանից, թե քանի անգամ ես անցել Սերժ Սարգսյանի թրի տակով։ Փաշինյան Նիկոլ քանի անգամ էր անցել Սերժի թրի տակով, որ Սերժի ժամանակ դեպուտատներ էր դառնում, մի քանի անգամ դեպուտատ դարձավ, վարչապետ դարձավ Սերժի ժամանակ, քանի անգամ էր անցել, Սամոդուր Պադոնակ, քանի անգամ։ Ու զարմանալիորեն էլի պիտի ասեմ, զարմանալիորեն այս թեմաները, գիտեք վերջում ես հիշելու եմ ամենաշատը լռությունը այս թեմաների վերաբերյալ մեկ ասում են, բոլորը խոսում են, ով է խոսում, այդ որ հելնում ասում են Նիկոլ Դավաճան դա խոսալ է, ես վերջում հիշելու եմ ձեր լռությունը, և նաև գիտեմ, որ ամենավերջում ես մի պոստ եմ գրել փին արած իմ Facebook-յան էջում, ամենավերջում դուք կանգնելու եք ասեք, դեպետ հիմա էլ եք արդեն սկսել կամաց ասել, որ մենք բոլորս խոսել ենք այս թեմաների մասին, ձեր մասին պոստ ունեմ գրած, մտեք կարդացեք, ձեր մասին է։ Ես գիտեմ, որ ամենավերջում դուք կանգնելու եք ասեք Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու հարցներ ենք բարձրացրել պարլամենտում, բոլոր հարթակներում, որտեղ ելույթ ենք ունեցել, ԱԱՑ գործակալների հարցերն էլ ենք բարձրացրել, գիտեմ, որ պիտի խոսեք, դրա մասին պոստ կա գրած, այնպես չէ, որ զարմանում եմ այն ինչ դուք անում եք կամ այն ինչ պիտի անեք։ Ու այս թնջուկը բացվելու է, դա Աստված հայը բացի, դա Աստված հայ ներքին գործերի Հայաստանի Հանրապետության քաղաքացին մտնի և ներկայացնի դոկումենտներ պետական հեռուստաընկերությունում, թե դուք ինչ քաքեր եք կերել, թե դուք ինչպես եք երկիրը վարի տվել բոզի տղեկ, դա Աստված դա լինի հայ է, դոկումենտները հայը ներկայացնի, իսկ եթե ոչ օտարն է անելու դա, ու թող օրհնվի այդ օրը, երբ այս թնջուկը կբացվի, կբացվեն բոլոր գործակալների անունները, ովքեր ընդդիմադիր լինելով հանդերձ եղել են ԱԱՑ-ի տակ, ովքեր դատավորներ լինելով հանդերձ եղել են ԱԱՑ-ի տակ, ովքեր խմբագիրներ լինելով հանդերձ եղել են ԱԱՑ-ի տակ, ովքեր քրեական հեղինակություններ լինելով հանդերձ եղել են ԱԱՑ-ի տակ, կգա այդ օրը, մի քիչ էլ բարբաջեք, մի քիչ էլ բառաչեք, մի քիչ էլ արածեք, բայց այդ օրը անպայման գալու է։ Ես ձեր տիրոջ մերը։